55-ամյա Եղիշե Գրիգորյանի ընտանիքը, որը մի քանի տարի առաջ Հայաստանից փախավ Ադրբեջան, երրորդ երկիր տեղափոխվելու խնդրանքով դիմել է նախագահ Իլհամ Ալիևին։ Եղիշեի 3 երեխաները՝ Ալֆրեդը, Պետրոսը եւ Գայանեն, արդեն 4 տարի է զրկվել են դպրոց հաճախելու եւ դպրոցականի կյանքը վայելելու հնարավորությունից։ Մեզ այստեղ շատ լավ են վերաբերվում։ Ամեն ինչ նորմալ է, բայց ես կցանկանայի դիմել պարոն նախագահին Իլհամ Ալիևին, որպեսզի պարոն նախագահն օգնի մեզ, մեր երեխաները դպրոց գնան, մեզ կարողանան ուղարկել երրորդ պետություն, իմ երեխաները 4-րդ տարի է գտնվում են այստեղ, 5-րդ ուսումնական տարին է եկել, իմ երեխաները չեն սովորում։ Պարոն նախագահ, օգնեք մեզ, խնդրում ենք, եթե դուք լսում եւ տեսնում եք մեզ, շատ ենք խնդրում, օգնեք մեր երեխաներին, մեզ ուղարկեք երրորդ պետություն, որ իմ երեխաները դպրոց գնան, նորմալ երեխաներ դառնան։ Мне зовут Альфред, фамилия Геворкян. Господин президент, помогите нам, них учиться хотим։ Եղիշեն նշում է, որ ստիպված է եղել իր ընտանիքի հետ Ադրբեջան փախչել Ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանում ստեղծված անտանելի պայմանների պատճառով, որտեղ նա իր երեխաների համար ապակա չէր տեսնում։ Ինչը պատճառ դարձավ, որ միանգամից դուք որոշեցիք սահմանը անցնել։ Ես ընտանիքում ոչ մեկ չի աշխատել, բացի ինձնից։ Ես էլ օֆիցիալնի, այսինքն ոչ միտեղ չեմ աշխատել եմ, գիտեք ոնց, անհատ, այստեղ, այնտեղ, որտեղ աշխատանք կա, աշխատանքը պատիվ չի գցում ինձ, ցածր աշխատանք կլինի, բարձր աշխատանք կլինի, ինչ կլինի, ամենավերջի աշխատանքը արել եմ, ինչի համար, որտեղ ես երեխեք ունեմ, երեխեքին չես կարող ասես չկա։ Ես գիշերել եմ աշխատել, ցերեկել եմ աշխատել, անընդհատ եմ աշխատել։ Ես ապրել եմ իմ աշխատանքով ու ընտանեկան նպաստով, այդ ընտանեկան նպաստը ստանալով հանդերձ ինձի դատի են տվել ջրի համար։ Ջուրներ են օտարել, ֆրանսիացուն, իտալացուն, արոքություն, այսքանել չի։ Ուրեմն ինչ է կատարվում։ Կոնյակներ։ Ջրի համակարգը տվել են իտալացուն, ասում են ոնց ուզում ես վարվի, դու մեր փողը տուր։ Իտալացին գալիս է, ոչ մի բան չի արել, կոմունիստի ժամանակվանից, ոնց տրուբա պրավոդը կա, տենց կա։ Ինձի ասում է 14,000 դրամը իմ համար մեծ փող է, հասկացեք։ Ես պետք է շոչիկ առնեմ, դնեմ, դնողին էլ պետք է փող տամ, տեղադրողին։ Ու ամսական որ փող մուսեմ, բեր դիր, ես նպաստառու ընտանիք եմ, բացառություններ պետք է լինեն, հասկացեք, էդի ես ինձանից չեմ հանում, էդի օրենքն է ասում։ Պարզ է, ինձ գիտեք ինչն է, շատ բարի, ինձ գիտեք ինչն է հետաքրքրում, սահմանը անցնելը շատ դժվար քայլ է։ Երեխաներին կրակի տակ դնելը դա ավելի վտանգավոր քայլ է։ Ինչ ստիպեց ձեզ դիմել այդ քայլին։ Նպատակը հարմար եմ գտել ընտանիքով մեկ վերանամ, всё վերջ, էսի կլներ մի հատ ցուցադրական մի բան, որ արա հերիքա մարդկանց արունը ծծեք, հերիքա արա նստեք արա, էլ մարդ չմնաց Հայաստանում, արա, մեծ փոքր հանիկ վտարանդի սարքեսիք արա, օտարամայի ճամփեքն են բռնի արա, հաղորդում եք ստեղծե արա, օտարամայի ճամփեքի վրա, հաղորդում կա, հաղորդաշար, ինչ է նշանակում, արտաքսում եք արա մարդկանց։ Երբ որ դուք սահմանը անցնում էիք, ինչքան ես գիտեմ, ձեր վրա կրակել են։ Երկու կողմից էլ կրակել են, ուղղակի երևի Աստված կար մեզ։ Չմեռանք էլի սաղ մնացին։ Մենակ աղջիկս էս կողքով սենց անցավ գյուլեն, իրեքն էլ կապոտին նստած են եղել իմ մեքենայի։ Հետաքրքրում է, հիմա չեք ափսոսում, որ այդ քայլի եք դիմել։ Չէ։ Ինչի համար ափսոսս, լավ կյանքից եմ փախել։ Լավ կյանքից եմ փախել։
Ձեր հարազատները մնացել են Հայաստանում, ինչ եք ցանկանում նրանց փոխանցել։ Ես իմ հարազատներին համբերություն եւ առողջություն կմաղթեի։ Երևի թե ժամանակը ամենամեծ բժիշկն է էլի։ Ոչ մի բան։ Ես այնտեղ ունեմ մայր, եղբայր, ցանկանում եմ նրանց առողջություն։ Ինձ թվում է, եթե Աստված կամենա, մենք նորից կհանդիպենք, մենք նորից կվերադառնանք մեր հայրենի հողը։ Սակայն քանի որ այնտեղ հիմա գտնվում է Սերժ Սարգսյանը եւ նա է նախագահում, նա է կառավարում ներկա իշխանությունը, մենք չենք վերադառնա այնտեղ։ Երբ որ նա կգնա նախագահական իր պաշտոնից, մենք նորից կվերադառնանք Աստծո կամքով։ Շնորհակալություն։ Այն մասին, թե ինչ է նրանց դրդել հայ սահմանապահների կրակոցների ներքո, վտանգելով իրենց կյանքը անցնել ադրբեջանական կողմ, մենք կպատմենք հաջորդ թողարկումներում։